Անդրանիկ Գևորգյան։ Պարոն Ֆարմանյան, դուք եւս նշեցիք, որ Տիկին Մանուկյանի հետ լինելու եք նույն հանձնաժողովում, այդ է պատճառը, որ կուզենամ նաեւ այս հարցին դուք պատասխանեք։ Արդյոք Հայաստանին սպառնում է Լիբանանի ճակատագիրը դեֆոլտի առումով եւ ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն, որպեսզի այդ ճակատագրին Հայաստանը չարժանանա։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, գիտեք, երբ որ մենք խոսում ենք ներկայից, ամեն ինչ շատ փայլուն է թվում։ Պետական պարտք, համախառն ներքին արդյունք ցուցանիշը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, 50%-ը չի գերազանցում, մեզ ամեն ինչը նորմալ է, քանի դեռ չի եկել են կուլմինացիոն պահը։ Իսկ որն է այդ պահը, փորձեմ մատչելի բացատրել։ Պատկերացրեք, երկիրը սպասարկում է պարտքը։ Ես մի քանի անգամ խոսել եմ, նաև մեր խմբակցության ղեկավարն է խոսել այդ մասին, որ գոյություն ունի պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում։ Որպեսզի մեր հանրությունը ավելի լավ պատկերացնի, Ժորժ ջան, պատկերացրեք sense մի վիճակ։ Դուք ունեք վարկ բանկից վերցրած, ձեր վարկը սպասարկում եք։ Ունեք ինչ-որ մի բիզնես, այդ բիզնեսից եկած եկամուտների հաշվին սպասարկում եք այդ պարտքը։ Եվ ինչ-որ մի պահի ձեր բիզնեսը ռիսկի տակ է հայտնվում։ Հիմա մենք ունենք, չէ՞, վիճակ, որ արտահանողները խնդիր ունեն, երեք երկար քննարկում ենք եվրոինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեխնատության շրջանակներում այդ խնդիրը Եվրասիական միության հետ կապված մեր խնդիրները, փաստն այն է, որ այդ խնդիրները չեն լուծված։ Այսինքն մեր երկիրը գտնվում է այնպիսի մի վիճակում, որ արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ հետագա եկամուտները կասկածի տակ են դրվում։ Նորից եմ կրկնում, երբ որ օր-օրի ավելանում է պետական պարտքը, ասում են համախառն ներքին արդյունքը 2 անգամ աճել է։ Լավ աճել է, բայց ինչ ենք այդքան պարտք վերցրել։ Ասում են հնա պետական պարտ ցուցանիշը նորմալ է։ Դուք հարց տվեցիք Լիբանանի ճակատագիր, այո, ամբողջովին հնարավոր է, որովհետև այսօր 2018 թվականի տվյալներով Լիբանանում պետական պարտքի տոկոսների սպասարկման ուղղված ծախսերը կազմում էին համախառն ներքին արդյունքը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 9%-ը։ Ճիշտ է, մեր մոտ այդ ցուցանիշը մի քիչ շատ հեռու է, բայց երբ որ տենդենսը մենք նայում ենք, ինչ տենդենս ունենք, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է եւ այդ հենց մեզ բաժին հասած հնարավորության սահմաններում մենք պետք է ամեն ինչ անենք դա կանխելու համար։ Հիմա մեր գործընկերները մեկ անգամ եւս բացարձակ նշանակություն չունի, ելի եմ կրկնում։ Մենք մանդատը ստացել ենք մեր ժողովրդից։ Մեր ժողովուրդն է մեզ մանդատ տվել։ Ու այդ մանդատը որևէ մեկի սեփականությունը չի։ Մեզ գործուղել են ստեղ, հիմա մենք կլինենք, մեր անունը կլինի падգամավոր, կլինի, չգիտեմ, հանձնաժողովի նախագահ թե տեղակալ, դրանից որևէ բան չի փոխվելու։ Ինձ որևէ մեկը չի կարող օրինակ սահմանափակել կամ Տիկին Մանուկյանին իրականությունը մեր հանրությանը ներկայացնելու համար։ Ես ընդհանրապես ասել էի, որ մեր ժողովրդի շահերից բխող գործելավոճ ենք որթե գրելու, այսինքն եթե մի օրենսդրական նախաձեռնություն բխի մեր ժողովրդի շահերից, դրան կողմ ենք լինելու։ Մենք կառուցողական այս առումով մոտեցում ունենք եւ նախազգուշացնում ենք, որ կա խնդիր։ Պետք է սրա դեմը առնել, չենք չարախնդում։ Շնորհակալություն։ Արձագանք։ Իսկ դուք տեսնում եք այն կանխարգելիչ գործողությունները, որոնք պիտի արվեն այս բարձր ռիսկայնության գործընթացը կանգնեցնելու համար, որտեղ դուք եք արձանագրում, որ այո, ունենք ռիսկայնություն հայտնվելու կամ նույն ճակատագրին արժանանալու, դուք տեսնում եք այն գործողությունների կամ քայլերի հաջորդականությունը, որոնք պիտի արվեն այս ճակատագրին չարժանանալու համար։ Պարոն Գևորգյան, գործողությունների համախումբ գոյություն ունի, բնականաբար չեմ կարող տեղավորվել 1 րոպեի մեջ, բայց մի փոքր, այսպես պարզագույն օրինակ բերեմ, հենց մեր վրա, մեր խմբակցության հետ կապված օրինակը բերեմ։ Ինչու ենք մենք հրաժարվում պարգևավճարներից, որտեղ գիտակցում ենք, որ աղքատության այս բարձր մակարդակում մենք բարոյական իրավունք չունենք այդ պարգևավճարը ստանալու։ Իհարկե օրենքով իրավունք չունենք հրաժարվելու, մենք կստանանք կուղենք այդ պարգևավճարները համապատասխան ուղղություններով, որտեղ որ կա դրա կարիքը։ Ես օրինակ եմ սա բերում ընդհանրապես։ Բերեմ հաջորդ օրինակը։ Օրինակ, եթե ծառայողական մեքենա ինձ բաժին ասի, ես հրաժարվելու եմ դրանից։ Այնպես ինչպես ապրել եմ ամբողջ կյանքում։ Եվ այդ արժեքները կիսելով մենք բոլորս միասին կիսում ենք նույն արժեքային համակարգ այս առումով, ինչքան էլ որ մարդկանց մոտ այլ կարծիքներ լինեն մեր անձերի նկատմամբ, հետևաբար ես փոքր օրինակ բերելով նաև կարող եմ պրոյեկտել պետական բյուջեի վրա նմանատիպ քայլերով համախումբ գործողությունների այսպես մի համախումբ կա մշակված, ընթացքում դուք կտեսնեք, մեր հանրության հետ մենք շփվելու ենք պարտադիր։ Շնորհակալություն։ Ես գրանցված եմ, բայց արտահերթ կտամ